մեր գլուխը բարձր էր եւ մենք իսկապես մեզ զգում ենք հաղթանակած։ Ինչ կատարվեց 2018-ին։ Քայլ եւ առ այսօր մենք կորցնում ենք երկրում քաոս է բոլոր առումներով։ Մի կողմից ներքին վտանգը, մյուս կողմից արտաքին վտանգը։ Ինչ կատարվեց 18 թվականին, դա շատ լավ գիտի Սերժ Սարգսյանը, թե ինչ կատարվեց։ Ում ձեռամբ եկավ Նիկոլ Փաշինյանը։ Եթե չլիներ այս ընդդիմությունը քաղաքական դաշտում, ինչպիսին է Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Նիկոլին պարգևած այդ ընդդիմությունը, գուցե մեր երկրում իրավիճակը մի քիչ այլ լիներ։ Մեր ժողովուրդը գիտակցում է, թե այսօր հարվածը կոնկրետ ինչու է հենց եկեղեցուն, հարց է հնչեցնում Նիկոլը եւ Տիկինը որտեղից եւ ինչից սկսեցին այս թեման շոշափել։ Շվեյցարիայում հավաքվել էին աշխարհի կրոնական կազմակերպություններ, այս կամ այն ժամանակահատվածում հարել են որևէ աղանդի, իրենք հակահայկականությունը դրսևորվել է սորոսական որևէ կառույցներին հարելու մեջ։ Սա ինչ գործ ուներ, որտեղ լինելու, խորհրդարանում հայտնվելու, ինչ գործ ուներ։ Հայկական ժամանակ թերթում մշտապես զրպարտություն է եղել կաթողիկոսի հասցեին անձամբ եւ մեր մյուս բոլոր բարձրաստիճան հոգեվորականները եւ առհասարակ մեր եկեղեցը։ Իսկ ինչ պետք է անի եկեղեցին, թուրը թվանքը վերցնի, դա չէ։ Հայտարարությունը արեց, մնացածը թողեց աշխարհիկ մարդկանց, ինձ, քեզ, հասարակական գործիչներին, քաղաքական գործիչներին, որտեղ մանկապարտեզ են սարքում, տակը կոռուպցիա կա, որտեղ դպրոց են սարքում, տակը կոռուպցիա կա, որտեղ ասֆալտ են գցում, տակը կոռուպցիա կա։ Մեզ այսօր ամենաշատը, որ պետք է խաղաղությունն է, բայց ոչ ժողովրդին նվաստացնող խաղաղությունը, որին գնում է այստեղի այս ներկայացուցչությունը, այլ մեզ պետք է արժանապատիվ խաղաղություն։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, մենք հաղորդաշարն է Հայք Նյուզ լրատվականի եթերում, հյուրս այսօր համահայկական ճակատ շարժման անդամ Ռոզաննա Ստեփանյանն է։ Շնորհակալ եմ Տիկին Ստեփանյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Եվ եթե թույլ կտաք անունով դիմեմ, որտեղ մեր մտերմությունը նաև հաշվի առնելով, շատ հարգարժան Ռոզաննա ջան, ուզում եմ խոսենք, թե ինչ է կատարվում մեր երկրում, հա, ինչ իրավիճակի առաջ են կանգնած, եւ լինելով սերնդագիցներ, միշտ մտածում եմ հետեւյալի մասին, որ մենք մեր սերունդը մեզ համարել ենք հաղթանակած, չէ, սերունդ 500-600 տարվա մեր պատմության այդ բավական մեծ հատված ընդհատումից հետո մենք կարողացանք հետ բերել մեր կորցրած տարածքների, մեր հայրենիքի մի փոքրիկ հատված, ընդ որում Արցախի ոչ ամբողջական Արցախն էր, բայց մենք երջանիկ էինք դրանով, համարում ենք մեզ հպարտ, երջանիկ սերունդ, որովհետև ունենք այդպիսին համարելու, իսկապես առիթը կար, հիմքերը կար, ստեղծեցինք մեր անկախ պետականությունը, մեր բանակը, որը համարում ենք, եթե չասեմ, որ մենք էինք համարում, ռազմական բազմաթիվ այլ գործիչներ, այլ ազգի, այո, համարում էին մեր բանակը տարածաշրջանի խաղաղություն հաստատող գործոն, հայ ժողովուրդը, հայ պետությունը ինքը գործոն էր իսկապես նաև համաշխարհային մակարդակով, հայոց ցեղասպանության թանգարան կամ հուշահամալիր այցելող աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ խոնարհվում էին հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առաջ եւ այդ ամբողջը, երբ որ մենք վերլուծում ենք բանակ, ի վերջո Արցախի երկրորդ հայկական հանրապետությունը չճանաչված էր, բայց մեջն էր, չէ, եւ իսկապես կգար մի փուլ, որ այդ ճանաչման գործընթացն էլ մենք կունենայինք։ Մշակույթ զարգացող, մի խոսքով մեր գլուխը բարձր էր եւ մենք իսկապես մեզ զգում ենք հաղթանակած։ Ինչ կատարվեց 2018-ին։ Քայլ եւ առ այսօր մենք կորցնում ենք այն, ինչ դժվարությամբ մեր սերունդը ձեռք էր բերել, իդեպ ձեռք էր բերել եռաբլուրներով 6000 եւ ավելի տղերքի 90-ականների թվերի զոհերն եմ ես ասում, միայն մեր եռաբլուրի Երևանյան եռաբլուրում ամփոփված տղերքի արյամբ էինք ձեռք բերել, մեր լավ ընկերների արյամբ։ Եվ հիմա այս իշխանությունը Ռոզաննա եկել է ու ամեն ինչ փոշիացնում է, մինչև մեր հավատը հասել է եկեղեցուն։ Ես կուզեմ դուք քո գնահատականը տաս, ինչ է մեզ հետ կատարվում, ինչ է տեղի ունենում մեր շուրջը։ Եթե մեկ բառով կարճ ասեմ, երկրում քաոս է բոլոր առումներով։
մի կողմից ներքին վտանգը, մյուս կողմից արտաքին վտանգը, ներքին վտանգը, որ ստեղծում է գործող իշխանությունը, եւ արտաքին վտանգը, որ մեզ ամեն օր սպառնում է հակառակորդ թշնամի Ադրբեջանը եւ Թուրքիան։ Ամեն օր մենք այդ վտանգի մեջ ենք եւ իշխանության թեթև ձեռքով մենք հիմա հայտնվել ենք քաոսային իրավիճակում։ Ինչ կատարվեց 18 թվականին, դա շատ լավ գիտի Սերժ Սարգսյանը, թե ինչ կատարվեց։ Ում ձեռամբ եկավ Նիկոլ Փաշինյանը։ Ճիշտ է, Սերժ Սարգսյանը միշտ ասում է, որ ես պարտվել եմ արտաքին ուժերին, բայց վերջին ասուլիսի ընթացքում մենք տեսանք, որ ինքը ասում էր, այ ես որ իմանայի, որ ինքը կգա իշխանություն կվերցներ, ապա իսկ ինչ է Սերժ Սարգսյանը չգիտեր, որ հանցագործություն է մտնել պետական ռադիոտան շենք, արգրավել զենքերը, կոտրել դուռը, մտնել եթեր պահանջել եւ այլն, չձերբակալել, հետո այսպես արդարանալ, թե գիտեք, ես չգիտեի, որ ինքը կգա իշխանություն կվերցնի, Նիկոլ Փաշինյանին համահավասար մեղսակից է Սերժ Սարգսյանը այսօր։ Եվ ինչ կատարվեց 18-ին, ինքը շատ լավ գիտի, ժողովուրդը 18 թվականին ընդհանրապես այդ դեկորի դերը տարավ։ Եվ այսօր մենք տեսնում ենք նաև այդ նախկին իշխանությունների լուր համաձայնությամբ նրանց քվոտայով եկած Նիկոլ Փաշինյանը 18 թվականին տեսել ենք ում քվոտայով է եկել, նաև վարչապետի պաշտոնում ընտրվել Նիկոլ Փաշինյանը, հետո իշխանությունը ամուր պահել է իր ձեռքերում, մենք տեսնում ենք, թե ինչ է իրականացնում այսօր Նիկոլ Փաշինյանը։ Եթե չլիներ այս ընդդիմությունը քաղաքական դաշտում, ինչպիսին է Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Նիկոլին պարգևած այդ ընդդիմությունը, գուցե մեր երկրում իրավիճակը մի քիչ այլ լիներ։ Այո, այսինքն գոնե թե 21 թվականի ընտրությունների ընթացքում ինչ որ բան պետք է որ փոխվի։ Շատերը հավատում էին, որ այդ փոփոխությունը կլինի, բայց պարզվեց, որ բացարձակապես եւ հիմա էլ նորից պատրաստվում են այդ մարդիկ, մասնավորաբար Ռոբերտ Քոչարյանը մասնակցել ընտրություններին հաղթելու այդ նույն տրամաբանությամբ։ Հնարավոր է դա։ Ռոբերտ Քոչարյանը շատ լավ գիտի, այդ թվում եւ Սերժ Սարգսյանը շատ լավ գիտեն, որ Նիկոլ Փաշինյանին Նիկոլ Փաշինյանը ընտրություններով չի եկել, ինչպես է եկել, նորից եմ ասում, Սերժ Սարգսյանը լավ գիտի, ընտրություններով մեր գործընկերներից մեկը Ռոբերտ Քոչարյանին շատ լավ հարց տվեց, դուք անգամ ժողովրդի մեջ մեծ վստահություն ունեցող Կարեն Դեմիրճյանին չկարողացաք հաղթել, դուք ինչպես եք Նիկոլ Փաշինյանին հաղթում, իսկ այնինչ կատարվում է իրականում այս օրերին մեր երկրի վարչապետ կոչվածի միջամտությամբ ձեռքով եւ իր կնոջ դա խայտարակություն է մեր պետությունը դարեր շարունակ երբ որ հայ ժողովուրդը երբ որ պետականություն չի ունեցել եկեղեցին է բերել հայ ժողովրդին պետականության ստեղծման նախադրյալներ ստեղծել եւ մենք ունեցել ենք պետություն ու պետականություն պատմությունը դա է ասում 301 թվականի քրիստոնեությունը ընդունած երկիրը այսօր կանգնած է քրիստոնեական երկիր չլինելու վտանգի առաջ, որովհետև այնինչ կատարվում է այս օրերին, ոչ թե ես չեմ ասում, այս քահանայի, այս սարկավագի կամ եկեղեցու առաջնորդի դեմ է արշավը, ոչ արշավը քրիստոնեության դեմ է։ Եվ թե Նիկոլ Փաշինյանը եւ թե իր տիկինը շատ թուրքին հատուկ բառապաշարով սկսել են որակումներ տալ հայ հավատին, քրիստոնյա մարդուն, մեր եկեղեցուն, նորից եմ ասում, ես չեմ ասում, որ սա ուղղված է այս անձին կամ այն անձին, ոչ սա ուղղված է մեր քրիստոնեական հավատքին։ Մինչդեռ մեր սահմանադրությունը ինչ է ասում, որ եկեղեցին եւ պետությունը անջատ կառույցներ են եւ ամեն մեկը առաջնորդվում է իր կանոնադրությամբ։ Հիմա Հայաստանում բազմաթիվ կրոնական կազմակերպություններ կան։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ինչու է կարճել հայ առաքելական եկեղեցուց մեր քրիստոնեական հավատքից, ինչի է ուզում այնտեղ բարեվարկության կանոններ թելադրել։ Եվ ով է թելադրում էլի Նիկոլ Փաշինյանը։ Եվ ես ասենք նույն հաջողությամբ ես հիմա իրեն ուզում եմ ասել, դե գնացեք կյանքի խոսքում այդ բարեվարկության կանոնները թելադրեք,
գնացեք 50-ականների, չգիտեմ, Եհովայի վկաների, իրենց մոտ փորձեք այդ կազմակերպության ղեկավար ընտրել, ղեկավար հանել, բարևարկության կանոններ, տեսեք ով է կուսակրոն, ով կուսակրոն չի, դա խայտառակություն է, ոնց որ հիմա ոստիկանապետը գնա մտնի որևէ ԿՊ-ականի տուն, ասի եկել եմ դենկայի անալիզ վերցնեմ, տեսնեմ քո երեխան քեզանից է, թե քո հարևանից է։ Հիմա եկեք շատ ճիշտ եք, հետաքրքիր եւ դիպուկ նկատեցիք, իսկապես մենք ապրում ենք մի անհավանական, ամեն դեպքում ասենք տարիներ առաջ վստահ եմ որևէ մեկից մտքով չէր անցնի, որ մենք կարող ենք ապրել նման օրեր, երբ մեր ինքնության հենասյունը հայոց եկեղեցին, իսկ հայոց եկեղեցին հայապահպան է եւ հայապահպան լինելով նա այո այդ դերը մշտապես ստանձնել է դարերից այդ պետականություն ունեցող ազգին տարել է դարեր շարունակ եւ հիմա երբ որ մեզ կտրում են մեր հոգեվոր նաեւ արմատներից դա բոլորովին ուրիշ տեղ է տանում դա հստակ մի բան է նշмарվում որ այստեղ գործ ունենք թշնամու ծրագրի իրականացման հետ Փաշինյանը մենք պետք է հասկանանք ես ուզում Ռուզաննա մենք նաեւ որպես լրագրողներ հա նաեւ փորձենք հասկանալ մեր ժողովուրդը գիտակցում է թե այսօր հարվածը կոնկրետ ինչու է հենց եկեղեցուն հարց է հնչեցնում ինչու եկեղեցուն ինչու ոչ ասենք այն մյուս կառույցները որոնք ես իդեպ կրոնական չեմ համարում իրենք աղանդավորական կառույցներ են շեղված եւ կրոնի անվան տակ նրանք ուղղակի քայքայիչ գործունեություն են իրականացնում մեր երկրում հիմա այդ քայքայիչ աղանդի ներկայացուցիչների դեմ սուրը չի ճոճում բայց սուրը ճոճում է կաթողիկոսի դեմ սա հենց այնպես չէ հարգելի Արմինե նախ սկսենք այն բանից թե ինչու սկսվեց այս թեման շոշափել Նիկոլը Եվերտիկինը որտեղից եւ ինչից սկսեցին այս թեման շոշափել Շվեյցարիայում հավաքվել էին աշխարհի կրոնական կազմակերպություններ կաթողիկոսի ձեռամբ եւ ինչ էր այնտեղ քննարկվում Այնտեղ շատ կարևոր հարցեր էին քննարկվում աշխարհի ամենատարբեր կրոնական առաջնորդների մասնակցությամբ։ Հիմնական թեման Բաքուն անօրինական պահում է հայ տղաներին այնտեղ Բաքվի բանտերում գերի անօրինական։ Ադրբեջանը այսօր վերացնում է հայկական հետքը եկեղեցիները ավերում է Արցախում եւ պետք է դրա դեմն առնել իհարկե սա երբ որ սա խոսվում է Հայաստանի ներսում բոլորովին այլ թեմա է բայց երբ որ խոսվում է Շվեյցարիայում տարբեր կրոնական առաջնորդների ներկայությամբ սա ահազանգ է հնչեցվում որpիսի այդ ահազանգը հասնի Բաքվի ղեկավարին որ դու իրավունք չունես վերացնելու կրոնական կոթողները առաքելական հայ քրիստոնեական եկեղեցիները ավերելու եւ ի վերջո բանտերում պահվող գերիները պետք է աղմուկ պիտի բարձրանար սրանից եւ այդ տղաների հարցը պիտի նաեւ այդ կրոնական առաջնորդները բարձրացնեին եկեղեցիների հարցը տեսեք ինչից սկսեց Փաշինյանի կատաղությունը կինը գրառում կատարել իր էջում Շվեյցարիայից սկսեց այո Շվեյցարիայից սկսեց որովհետեւ իրենց վախը իրենք կարող են հիմա ասել այո կփոխենք սահմանադրությունը այո սա կանենք այո նա կանենք իսկ Շվեյցարիայից առաջ Փաշազադեն ինչ էր ասել էր որ հայ առաքելական եկեղեցին տարածաշրջանում վտանգ է ներկայացնում իրենից Հիմա իրենք այդ վտանգի մասին են խոսում, բայց մենք հավաքել ենք կրոնական կազմակերպությունների ղեկավարներին եւ ասում ենք սաստեք դրանց։ Սաստեք եւ ասեք, որ չեն կարող ավերել մեր ժառանգությունը Արցախում, չեն կարող պղծել մեր ժառանգությունը Արցախում եւ ի վերջո մեր տղաները պետք է Արցախից վերադառնան։ Սրանց անհանգստությունը սկսվեց այդտեղից չի բացառվում, որ այո, հենց այդ համաժողովին զուգահեռ իր պաշտելի սիրելի Էրդողանը, Ալիևը, որոնց տեսնելիս տեսնում եք ինչ լայն ժպիտ է դեմքին գալիս, ասել են երկրոմդ կարգավորի այդ հարցերը, չէ դուք չեք կարող գնալ դրսում ասել, որ մենք պղծում ենք, լավ ենք անում, պղծում ենք, ո՞ց էս ով է թույլ տվել կարգավորի այդ հարցերը եւ չի բացառվում, որ այս աղմուկը տանի նրան նաեւ, քանի որ հրահանգ է ստացել նաև
փոխել սահմանադրությունը Էրդողանից եւ Ալիևից, չի բացառում, որ օրինակ այդ սահմանադրության մեջ եկեղեցու մասին հոդվածը փոխվի։ Տեսեք, եկեղեցու դերի կարևորման, այո, դերի մասին հոդվածը իհարկե հավասարեցնելու, ասենք, այդ աղանդավորական կառույցներին, այո, դա նրա նպատակն է վաղուց։ Այո, եւ հիմա տեսեք, մարդը խոսում է ինչից, սա ասում է, որ մենք որևէ անգամ այսպիսի ինքնիշխանություն չենք ունեցել, ու դու որպես ինքնիշխան պետության վարչապետ, դու մեր ողնաշարը, մեր սահմանադրությունը գցել ես Ալիևի եւ Էրդողանի ոտքի տակ, ասում եք տրորեք, ինչն եք ուզում, ասեք փոխեմ, ասեք անեմ, ասեք այն ինչը ջնջեմ մաքրեմ, որի համար համաձայնություն տված չի, որը ձեր սրտով չի, ասեք ջնջեմ այդ մասը, պատրաստվում է այդ ջնջելուն, հիմա ինքը ռետինը վերցրած, իրենք ասում են, այս կետն էլ երեկոյան SMS են ստանում հավանաբար, այս կետն էլ ջնջեք, դա են ջնջում, այս կետն էլ, հիմա ստերևույթին այդ համաժողովից հետո հերթը հասել էր եկեղեցուն եւ այս ամբողջ ոռնոցը իր թիմի այս ամբողջ ոռնոցը, որովհետև միայն իրենք չեն խոսում, մյուսները արձագանքում են շատ արագ։ Ինչպես միշտ, այո, խոսում է Փաշինյանը, հետո ամբողջ ԿՊ-ն լծվում է այդ նույն խոսույթին։ Տեսեք, ամբողջ Facebook-ը ողողված է նրանց Պաշտպանության նախարարությանը կից տելեգրամյան ալիք կար, որտեղ շնորհավորանք էր եղել Նիկոլ Փաշինյանին հունիսի 1-ին իր ծննդյան առիթով եւ գրել էին, որ մենք ձեզ մաղթում ենք այդ ֆաշիստական եկեղեցու դեմ պայքարում հաղթանակ տանեք։ Այսինքն կներեք, մեկը մեկին կրկնել են Ալիևի բառապաշարը, Ալիևը, որը Հայաստանը համարում է ֆաշիստական երկիր, մեր հերոսներին նժդեից սկսած Ադրբեջանը համարում են ֆաշիստական, այսպես գործակալներ, եկեղեցին արդեն պիտակավորեցին որպես ֆաշիստական կառույց, այսինքն այս մարդիկ Պաշտպանության նախարարի մակարդակով, արտգործնախարարով իհարկե գլուխը վարչապետն է, բոլորով միասին անունը դրել են Ալիևի հրահանգով ֆաշիզմի դեմ պայքար Հայաստանում, եւ ոչնչացնում են Հայաստանը։ Քանի որ իրենք ըստիս, ես այդպես եմ համարում իրենք թուրք-ադրբեջանական ներկայացուցիչներ են Հայաստանում, ես այդպես եմ իրենց համարում, որովհետև Հայաստանի իշխանությունը պետք է ազգային գործողություններ իրականացնի։ Ես իրենց որևէ գործողության մեջ, դուք ձեր խոսքի սկզբում խոսում եք հաղթանակած Արցախից, մեր ոգևորությունից, մենք հիմա այդ ամենը չունենք եւ չունենք այսպես նվեր տալով։ Արցախում ինչքան հատվածներ ուղակի նվեր տրվեցին եւ քան որ իրենք թուրքական ներկայացուցիչներ են, այո, իրենք կատարում են այդ բոլոր հրահանգները, բայց այստեղ կար նաեւ մեկ այլ խնդիր, երբ որ օրինակ կաթողիկոսը Շվեյցարիայում հարց է բարձրացնում գերիների վերադարձի հարց, այստեղ նաեւ իրենք են վախ ապրում, որովհետեւ այնտեղ գերիներից օրինակ Ռուբեն Վարդանյանը իրենց կարող է շատ լուրջ մրցակից լինել եւ ինչպես թե Արշակ Կարապետյանը բազմիցս ասել է, չէ, իր տարբեր հարցազրույցներում, ելույթներում, որ Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է հենց Նիկոլ Փաշինյանի եւ Ալիևի պայմանավորվածության արդյունքում։ Ռուբեն Վարդանյանը այդպես է գերեվարվել, տարվել Բաքու։ Փաշինյանի եւ Ալիևի համատեղ պայմանավորվածության արդյունքում։ Հիմա եթե Ռուբեն Վարդանյանին բաց թողնեն, սրանք այստեղ ինչ են անում։ Չէ, օրինակ եմ ասում։ Այդ մի գերին կամ մյուս գերիները, որոնք ահռելի տեղեկատվության են տիրապետում իրենց ողջ դավաճանական գործողություններին, եթե եկան եւ այդ ամենը ջրի երես դուրս եկավ, իրենք ինչ են անելու, որտեղ որ մկանցակն են փողով առնելու, չէ։ Տեսեք, Ռոզաննա, կամ մի բան ասեմ Արմինե ջան, հետո ձեր հարցին պատասխանեմ, կամ որ ասում են եկեղեցիները չուլանացված են, չուլաներ են, այդպես, ինքը գիտի իր բառապաշարը վերածել ցավոք չուլանի, իրենք երկիրը վերածել են չուլանի, որտեղ նայում ես խնդիր, որտեղ իրենց բոլոր գործողությունները փուչ են եղել, ասում են Տավուշում ձեռնոցի գործարան բացվեց, փակվեց,
այսօր Ավինյանը ասել է տրանսպորտը թանկացնում ենք, որովհետև բերում ենք նորերը, ասում են թանկաց ընդդիմությունը խանգարեց, ակցիաներ արեցին, որ այդ թանկացումների դեմ նարնեն, չեն կարող այդ տրոլեյբուսները բերեք։ Դե ժողովուրդ ջան, մարսեք, այդ 150 դրամները տվեք ու մարսեք։ Հիմա ասում են Չուլանանոց է եկեղեցին, չէ՞ որ մեր խոնարհված եկեղեցիները, ուշարձան համարվող եկեղեցիները, դրանք բոլորը գտնվում են պետության հոգացության ներքո։ Մասնավորաբար դրանք բոլորը պատկանում են կրթության եւ գիտության նախարարությանը։ Չկա որևէ եկեղեցի, որտեղ շինարարություն արվի առանց պետության գիտության։ Հիմա եթե որևէ եկեղեցում դուք գնում տեսնում եք, որ այնտեղ Չուլան է, մեղքը ձեր մեջ փնտրեք, որովհետև այդ եկեղեցիները հուշարձան եկեղեցիներ են, տեսեք, այստեղ Գրիգոր Լուսավորչի գործող բոլոր եկեղեցիները, որոնք նոր են կամ հուշարձան չեն համարվում, իրենք նորմալ բնականon գործում են։ Եթե դուք Չուլան եք սարքել, մի հատ ձեզ նայեք, դե Չուլանից դուրս եկածները պետք է եկեղեցին Չուլան դարձնեն։ Հիմա դուք ձեր մեղքը Ժանա Անդրեասյան, երեք այսպես բերանդ խոսում էիր, բա հիմա քեզ եմ հարցնում, այդ եկեղեցիները գտնվում են քո գերատեսչության հովանավորության ներքո, օրենքով, դրանք այդտեղ յուրաքանչյուր տեղաշարժ պետքա դու տեղյակ լինես, ինչու ես վերածել Չուլանի։ Ինչու ես մեր եկեղեցիները վերածել, եթե որևէ տեղ էլ կա, որ կա հակոս, չգիտես ինչ, ինչու ես վերածել Չուլանի։ Գնա քո շեֆին պատասխանի, թե ինչու ես դրանք վերածել Չուլանի։ Եկել են հիմա փորձում են ամեն ինչ, չէ՞ որ այս հասարակության մեջ միայն իրենք չեն, որ կարող են ասել սղացնել գնա։ Դե բայց մարդիկ որոնք նկատում են ախր։ Հիմա հարցնում եմ Ժանա Անդրեասյան գնա Պետրոս Ղազարյանի հաղորդմանը հյուր եւ ասա պատասխանի շեֆիդ ինչու ես վերածել մեր եկեղեցիները Չուլանի։ Սպասում եմ այդ հաղորդմանը եւ քո պատասխանին։ Եկեք այստեղ հստակեցնենք, որ ձեր խոսքը վերաբերում է, եթե վերաբերվում է, հա, այսինքն եթե ինքը խոսում էր չուլանացված իրավիճակի, ասում է կեղտ է հավաքված, չգիտեմ ինչ, ես ինքս, Ռոզաննա ջան, երբեք շատ եմ պտտվել եկեղեցիներ, սիրում եմ այցելել, երբեք չեմ տեսել մի եկեղեցի, որտեղ աղբի կույտ կլինի։ Դա իր աղանդավորական երևակայության հետևանք է։ Ես եկեղեցիներ կամ որտեղ խոնարհված եկեղեցիներ կան, խոնարհված եկեղեցիներում, բայց անգամ այդտեղ միանշանակ պետության հոգացության մասին է ձեր խոսքը, որը շատ ճիշտ է եւ հասցեատերն էլ ճիշտ էր։ Այո, Ժաննա Անդրեասյան գնա զբաղվի, հա, եթե այդպես է։ Իհարկե։ Ինչ վերաբերում է ընդհանրապես մեր եկեղեցիներին, մաքրամաքուր են, այսինքն սուտ ու կեղծիքը, այդ որտեղից փչում է աղանդավորի խոսույթ, ուղղակիորեն ես ուրիշ ձևակերպում չունեմ, ասենք օրինակ կյանքի խոսքի ներկայացուցիչը կարող է այդպես խոսել, մեր եկեղեցին փորձել այդպես անարգել։ Ուրիշ բառ չունեմ ես ասելու։ Թշնամին Թուրքիայից կամ Ադրբեջանից կարող է նույն կերպ խոսել։ Ներկայացուցիչը այդպես խոսի մեր եկեղեցու մասին։ Ես լսել եմ, թե ինչպես են օրինակ թուրքերը, ադրբեջանցիները այդպես խոսում։ Ես իրականում չեմ լսել։ Քանի որ չեմ լսել, ես մտածում եմ, որ սա այնտեղից պարտադրված եւ այստեղ նաեւ գերիների վերադարձով իրենց վախով պայմանավորված գործողություն է, ուրիշ ոչինչ բան, սահմանադրություն են գնում փոխելու ամեն ինչ հասկանալի է։ Հիմա այսինքն եթե մենք այս հատվածը ամփոփենք, ստացվում է ինչ, այս մարդիկ, ովքեր տանուլ են տվել բոլոր ոլորտներում, այսինքն այն գործը, որը պետք է աներ օրինակ Նիկոլ Փաշինյանը եւ իր արտգործ նախարարը արտաքին հարթակներում հնչեցնելով Արցախի հարցը, գերիների հարցը, մենք առ այսօր նման որևէ հայտարարություն չենք լսում։ Միրզոյանը եթե գնում է միտեղ ելույթ ունենալու, ելույթի սկզբից մինչև վերջ խաղաղության մասին է խոսում, այդ սին ու դատարկ ինչ որ փաստաթղթի ստորագրման մասին, ինչի մասին խոսում է Փաշինյանը, մյուս իրենց հայտարարությունները ժողովրդավարական երկիր լինելու սին այդ պատրանքի մասին են խոսում, բացարձակապես վստահ եմ, դուք էլ հիմա կհաստատեք, առ այսօր որևէ խոսք չի հնչել գերիների մասին։ Հակառակը իրենք այստեղ հիշում եք ասուլիսի հայտնի ասուլիսի ժամանակ մի բան էլ հարց հնչեցրեց, հələ պիտի պարզենք, թե Ռուբեն Վարդանյանը օրինակ ինչի էր եկել, ինչի գնաց Արցախ, ինչ նպատակներ ունի։ Եվ այո, շատ ճիշտ հիշեցում արեցիք, որ նրա ձեռքով, այո, եւ Ալիև այ զույգի հետ միասին համաձայնեցված Փաշինյանը մեր ռազմաքաղաքական ղեկավարներին ուղղակի թույլ տվեց, որ նրանք այսօր գտնվեն բանտում, Բաքվի բանտում դատվեն։ Եվ բացարձակապես առ այսօր նրանց մասին ոչ մի հոգացություն պետական մակարդակով չկա։ Հիմա այդ ամբողջը անում է եկեղեցին։
հայոց ամենավեհափարի կաթողիկոսի նախաձեռնությամբ եւ սա բնականաբար պետք է այդ հակազդեցությունը առաջացներ, ինչի այսպես իրենց Facebook-յան գրառումների աղբը այդտեղ է, աղբը մեր եկեղեցում չէ, աղբը իրենց խոսույթում է, իրենց Facebook-յան գրառումներում է եւ այս ամբողջը այո միանշանակ ճիշտ է որ դրա իրավապահները զբաղվեն, որովհետեւ պետությունը, քանի որ անջատված է եկեղեցուց, որևէ մեկը չի կարող եկեղեցուն բարեվարկության կանոններ թելադրել։ Հիմա հարցը ստամ դատի առաջ կարող է կանգնեցնել։ Ռուզանա, օրինակ իրավական համակարգը հակասահմանադրական դատի տալու բան չեն։ Հակասահմանադրական են եւ ես հրավիրում եմ նաեւ համահայկական ճակատշարժման նախաձեռնությամբ ստեղծված տրիբունալի ուշադրությունը, այո, թող սկսեն քայլեր ձեռնարկել, որովհետեւ այն ինչ արվում է այս օրերին, դա հակասահմանադրական է։ Մեր մայր օրենքում շատ հստակ գրված է եկեղեցին եւ պետությունը տարանջատված են իրարից։ Հիմա ասենք նույն կերպ կարող է եկեղեցին միջամտել Փաշինյանի գործերին կամ նրա ընտանեկան գործերին։ Դա եւս հակասահմանադրական է։ Տարբեր կառույցներ են պետք է ամեն մեկը ասել ինչու՞ չես ամուսնացել Աննա Հակոբյանի հետ, դուք երեխաներ եք ունեցել, բայց պարզվում է որ ամուսիններ չեք։ Կարող է, օրինակ մի քահանա զաքսավորված չեք։ Բայց այդ անգամ իրավունք կունենա մեր եկեղեցին այդ հարցը հնչեցնելու, որովհետեւ այդ արարողությամբ ամուսնության արարողությունը նաեւ իրականացվում է մեր եկեղեցում։ Այդ դեպքում ավելի շատ մեր եկեղեցին ունի այդ իրավունքը, քան Փաշինյանը իր քիթը մտցնել եկեղեցու հարցերի մեջ, քանի որ նա քորինական կինը չէ, ինչու է մեր հարկերի հաշվին այսօր երկիր գնում, ինչու է մեր հարկերի հաշվին այդ ամառանոցում ապրում, չէ, կարող ենք շատ ու շատ օրինական հարցեր կարող ենք հասարակությունը, ես որպես հասարակության մի մասնիկ կարող եմ նման հարցեր բարձրաձայնել, բայց այն ինչ արվում է այս օրերին հակասահմանադրական է եւ ես հիմա իրավապահների ուշադրությունը ես եւս հրավիրում եմ այս խնդրի վրա, քայլեր ձեռնարկեն իրավապահները միայն նրա համար չեն, որ մի գերու ծնող կամ մի զոհվածի ծնող կամ որևէ մեկը մի բառ ավել ասի, անմիջապես հետապնդում սկսեն կամ չգիտես ինչ գործողություններ իրականացնեն։ Իսկ մնացածը այն ինչ որ այսինքն այդ հայտարարությունները թե իրավական տեսանկյունից, թե սահմանադրորեն, թե բարոյական տեսանկյունից դատապարտելի են, որովհետև եթե անգամ տես Ռուզաննա, եթե անգամ դու այնքան ասենք, հա, գիտես, մտահոգ ես ինչ որ խնդիրներ ես տեսնում եկեղեցում, ես չեմ պատկերացնում, որ երկրի ղեկավարն իրեն թույլ տար հրապարակավ նման հայոյախոսություն հնչեցներ, եթե անգամ ունեիր անհանգստություն, կարող էիր կաթողիկոսի հետ հանդիպել, զրուցել, հա, այդ մեր ներքին խնդիրն է, դու որ հանրայնացնում ես Նիկոլ Փաշինյան, կնշանակի ակնհայտորեն դու դուր ես ուզում ես դուր գալ Էրդողան եւ Ալիև զույգին Փաշազադեն էլ հետը, ինչպես ասում են։ Այն որ մեր եկեղեցին շատ մեծ անելիք ունի մեր երկրում, դա փաստ է, շատ մեծ անելիք։ Եվ ասենք ես մի առիթով խոսում էի թեմի առաջնորդի հետ, կարծեմ քահանայի հետ էի խոսում Արմավիրում, ես փաստեր եմ բերում, որ շատ մեծ համայնքներ ունենք, ասենք հանրապետության թվով 3-4 գյուղը վարչական տարածքը, որը բավականին մեծ է, տարիներ շարունակ 30 տարուց ավել եկեղեցի չունի։ Մինչդեռ ամեն մեկի գարաժը եւ այլն տարբեր կրոնական կազմակերպությունների համար շատ լավ միջավայր է ստեղծվել, իրենք ներգրավում են այստեղ այս առումով մեր եկեղեցին շատ մեծ անելիք ունի, շատ մեծ։ Իսկ դուք առաջարկել եք եկեղեցիներ կառուցել, այն ինչի դեմ պայքարում է Նիկոլ Փաշինյանը, չէ՞, վերջերս խոսում էր ուր գնում ես այո, Լճաշեն համայնքն եմ օրինակ բերել, թեպետ վերջերս իմացա, որ եկեղեցի են կառուցում, բայց իմ խոսակցությունը շատ ավելի վաղ է եղել, Լճաշեն համայնքն եմ հենց օրինակ բերել, այդ մեծ համայնքը չի կարող տասնյակ տարիներ լինել առանց եկեղեցու, առանց հոգևոր հովվի, բայց ամեն մեկի այդ գարաժը պատվալային հատվածը դառնա կրոնական տարբեր կազմակերպություն, որսը շատ մեծ է, հոգևոր որսը եւս վտանգավոր է, երբ որ ամեն կողմից տանում են, այստեղ առաքելական եկեղեցին, մեր եկեղեցին, մայր տաճարը շատ մեծ անելիք ունի։ Ես ավելին ասեմ, 2018-ին իշխանության եկածների մեջ ես մի փոքրիկ հետազոտություն եմ արել այդ ընթացքում եւ համոզվեցի, որ նրանց եթե չասեմ 100%-ը, չեմ սխալվի, եթե ասեմ 90%-ը հենց այդ
շեղում ունեցող անձիկ էին, որոնք այս կամ այն ժամանակահատվածում հարել են որևէ աղանդի, իրենք հակահայկականությունը դրսևորվել է սորոսական որևէ կառույցներին հարելու մեջ, այսինքն այն ժամանակ մենք ասում ենք 3-րդ շարասյուն, իսկապես Նիկոլ Փաշինյանն էր իր քպցանցով, որ եկավ եւ տիրացավ մեր երկրին եւ շատ կարեւոր բան ասացիք, այո, եկեղեցիների շինարարության շարունակության կարեւորությունը շատ կա, բայց Փաշինյանը այս իր հերթական հայախոս հայտարարության մեջ հիշում ես, չէ՞, ոնց ասեց, ուր գնում ենք, բան է, այդ խաչեր են, էս ինչա կատարվում, վախենում էր խաչերից, ինչպես այդ սատանան, խաչերից վախենում է ադրբեջանցին, վախենում է թուրքը, վախենում էր, այո, որ ասում էր, մենք պիտի ըստ նպատակահարմարության, եկեղեցու դեմ պայքարը նոր չի սկսվել, իրենք այսպես ծրագրով բոլոր քայլերը իրականացնում են, այդ թուրք-ադրբեջանական ներկայացուցիչները մեր երկրում, ցավոք մեր հասարակությունն է անհաղորդ, բայց այդ անհաղորդությունը ոչ թե ես չեմ մեղադրում հասարակությանը, ես մեղադրում եմ քաղաքական տարբեր ժամանակաշրջաններում գործունեություն ծավալած ուժերին, որովհետև բոլորը եկել խաբել են։ Բոլորը իրենց հերթին եկել ու խաբել են մեր հասարակությանը։ Հիմա տեսեք ինչքան այսպես ջերմ, անխռով, իրար հետ գնում են գործողումների, իրար հետ գալիս են, իրար հետ ճաշում են, իրար սենյակ են մտնում։ Այո, խորհրդարանական տարբեր ժամանակների, չէ՞ որ ժողովուրդը գնացել քվե է տվել, մտածելով, որ իր մատից փուշ պետք է հանի, իր խնդիրը բարձրաձայնի, իր հոգսը հոգա, բայց մենք տեսնում ենք խորհրդարանական երկրում ունենալ այս լեվելի, այս կարգավիճակի խորհրդարան ու քանի հազարամյակների պետության համար սա իհարկե սա անշուշտ ողբերգություն է եւ հասարակության այլևս չեմ մեղադրում, որովհետեւ մենք խաբել ենք, մենք էլ տեղ չենք թողել այս հասարակությանը խաբելու։ Այսինքն անցած այդ տարիները, ինչով նաև ես իմ խոսքը սկսեցի հաղթանակած լինելու այդ հանգամանքով, միաժամանակ պետք է նկատի ունենանք, որ ճիշտ է մենք այդպես հպարտ էինք մեզ զգում, բայց մեր պետությունը պետական առումով չէր, անհրաժեշտ այդ ամուր, այդ ամրոցը հաճախ եմ ես ասում, Արցախը պիտի վերածած լինեին ամուր այն ամրոցի, որ երբևէ թշնամու մտքով չանցներ, որ կարող էր իր դրածոին բերել ու այդ դրածոն եթե վերածած լինեին, սա ինչ գործ ուներ, սա ինչ գործ ուներ, որտեղ լինելու, խորհրդարանում հայտնվելու, ինչ գործ ուներ, ինչու պիտի օրինակ Սերժ Սարգսյանի փեսամիշիկը սրա թերթերը ամեն օր պետական կառույցներին վաճառեր ու փողը քեշ գնար սրանց խմբագրություն, սա ինչ գործ ուներ այնտեղ։ Ռուզաննա, այնքան դապատ հիշեցրեցիր թերթը, հայկական ժամանակ թերթոնը, որը ես միշտ չեմ համարել թերթ անկեղծ ասած, որովհետև այդ դեղին մամուլի, հա, դաշտում գործող ընտանեկան թերթեր եւ ասեմ իդեպ ցանկացած մեկը կարող է գնալ արխիվներ մտնել եւ վերցնել հայկական ժամանակի որևէ, հա, տպագրված մամուլը եւ կհամոզվի իմ ասածի մեջ մշտապես երկրորդ էջի վերևի հատվածում եղել է ադրբեջանական լրատվություն, մշտապես առաջին էջի նկարներում հակաարցախյան հստակ նկարներ են եղել, ես լավ հիշում եմ, երբ որ Ադրբեջանը ԵԽԽՎ դիմեց, որ եկեք հայերը բնակեցնում են Արցախը, ինչպես էր Փաշինյանը այդ ընթരാճ գնալով Ադրբեջանի կոչին համապատասխան նկար տեղադրել առաջին էջում։ Ինչ վերաբերում է կաթողիկոսին, այ մենք հիմա խոսում ենք, թե այ երևի հիմիկվանով է պայմանավորված, հիշեցրեցիր ինձ, որ ես դա նաև ասեմ, հայկական ժամանակ թերթում մշտապես զրպարտություն է եղել կաթողիկոսի հասցեին անձամբ եւ մեր մյուս բոլոր բարձրաստիճան հոգեվորականները եւ առհասարակ մեր եկեղեցու, այսինքն այս մարդը նոր մի օրում չդարձավ 18 թվի ժող վարչապետ, չէ, իրեն պատրաստում էին, ցավոք մեր իշխանությունը ընթരാճ գնաց եւ պատրաստողներին եւ Փաշինյանին, Սերժ Սարգսյանը շատ հարցերի պատասխան պիտի տա։ Շատ իրականում այս իրավիճակում, որ մենք այսօր հայտնվել ենք, ոչ այնքան Նիկոլի մեղքն է, որքան որ Սերժ Սարգսյանի։ Դե
կարծում եմ Որքան որ նույնն է, ես այդպես եմ ավել կամ պակաս։ Լավ, հիմա կուզեմ անդրադառնանք տարածված երեք հայտարարությանը, բոլորս սպասում էինք, որ եկեղեցու արձագանքը ինչպիսին պետք է լինի, կաթողիկոս այս ընթացքում, քանի որ Բեռնում էր, հա, այդ Շվեյցարիայում էր եւ այդ միջազգային շատ կարեւոր համաժողովին էր մասնակցում, իդեպ կարեւոր հայտարարություն էր հրճակվեց, որ պետք է դիմեն ՅՈՒՆԵՍԿՕ, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն տեր կանգնի, չգիտեմ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ոնց պիտի տեր կանգնի, երբ որ Ալիևան է իր հիմնադրամից ֆինանսավորում այդ կառույցը, Արցախի մեր մշակութային արժեքներին տեր կանգնելու մասին եմ ասում, եւ գերիների եւ մյուսների հարցով շատ կարեւոր հայտարարություն է։ Տեսեք, մենք ունենք շատ մեծահարուստներ Սփյուռքում, չէ՞։ Այդ մեր մեծահարուստներն էլ կարող են օգնել կառույցների, միջազգային կառույցների, նույն ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որ կարողանա նաև պաշտպանել։ Մենք հասկանում ենք, որ աշխարհում բոլոր հարցերը փողով են լուծվում։ Ցավոք։ Հիմա Արցախի հարցը փողով լուծվեց։ Ինչպես ուզում են դա ասել, ինչպես ուզում են դա բնութագրել, փողով լուծվեց։ Կհիշեք Աղավնոյի դեպքերը ասում էին, այն բնակիչ է այստեղից իշխանությունը, եթե այրի այստեղ բնակարան չի ստանա, այսպես կուտեղի վրա որ տան, որ մարդիկ գան հանգիստ այդտեղ։ Աշխարհում բոլոր հարցերն են փողով լուծվում։ Եվ մեր Սփյուռքի արի թե կարող եք Ռոզաննա կոչ անել, մենք քիչ հարուստ հայեր չունենք դրսում։ Այո, որտեղ են մեր հայ հարուստները, որոնք կարող են եւս անդադ ասում ենք Ալիևաները իրենց հիմնադրամով։ Բա մի հատ էլ հիմնադրամ եկեք հայ հարուստներ ջան, մի հատ հիմնադրամ եք ստեղծեք։ Սփյուռքին շատ սխալ ենք վերաբերվել եւ օգտագործել Սփյուռքի ներուժը։ Ես կապ ունեմ տարբեր երկրներում, ընկերներ ունեմ, լավ ընկերներ, ովքեր այս մեր խնդիրներով մտահոգված են։ Բոլոր իշխանությունների օրոք մենք Սփյուռքի ներուժը շատ վատ ենք օգտագործել։ Իսկ սա եկավ ընդհանրապես այսպես պատշարեց Հայաստանի եւ Սփյուռքի միջև։ Հիմա շատ դժվար է Սփյուռքին ասել ֆինանսավորի եւ մենք պետք է նորից Սփյուռքին վերադառնանք դեպի Սփյուռք։ Մենք պետք է նորից այդ կամուրջը ստեղծենք Սփյուռքի եւ Հայաստանի միջև, հետո պահանջենք այդ սփյուռքահայերից։ Հիմա չէ որ այդ սփյուռքահայերն էին, որ այդ 150 միլիոն դոլարը ուղարկել էին, որ գնար Արցախը շենացնելու, Նիկոլ Փաշինյան այսպես կամ SMS գրեց մեկին, ասեց այդ հիմնադրամի փողը մտցրեք ստեղ, հոդս ցնդեց։ Ուր է այդ գումարը։ Այսինքն վստահությամբ որևէ մեկը կարող է ասել, չէ՞ որ այդ սփյուռքահայերը բոլորը չէ որ մեծահարուստներ են։ Մարդիկ կային, որոնք իրենց աշխատավարձից էին ուղարկել 150 միլիոն դոլարը, դա մեծ գումար էր։ Դա մեր սպառազինության համար անգամ բավականին լավ գումար էր, բանակը սպառազինելու, բանակը կահավորելու համար լավ գումար էր։ Ուր գնաց այդ գումարը, չէ՞ որ դա 150,000 դրամ չէր, 150,000 դոլար չէր, որտեղ գնաց այդ գումարը, քանի որ մենք այսպես փոշիացնում ենք, Տիգրան Ավինյան տրանսպորտի գումարը իր բարձրացնում, Նիկոլ Փաշինյան, բա չես ասի, այդ անիֆի գումարները, այդ միլիոնները, դոլարները միլիոնավոր, որտեղ են։ Ազգային ավիափոխադրամիջոց ստեղծեցիք, չկա հոդս։ Երբ որ մենք ներսում փոշիացնում ենք գումարները, որպեսզի մի քանի հոգի դառնան մեծ փողատեր, ամեն իշխանություն եկավ իր փողատերին սարքեց։ Իր թիմը դարձավ փողատեր ու գնաց։ Բա չես ասում տղա ջան, ուր են այդ փողերը։ Դու չես ասում, ես եմ հարցում, Ավինյան Տիգրան, ուր են այդ անիֆի գումարները։ Համապատասխան իրավապահ մարմիններ, դժվար է գտնել, կա մարդ ով ղեկավարել է այդ գնացեք գտեք, այս էլ չլինի կովիդի բանը է, բերեցին մարդկանց սպանեցին, փողերը լցրեցին գրպաները։ Երբ որ Սփյուռքում աշխատող մարդը տեսնում է, թե այստեղ փողերի ինչպիսի մսխում ու վատնում է տեղի ունենում, ինչ սարսափելի կոռուպցիա կա երկրում, գիտեք դժվար է ասել դու գնա ՅՈՒՆԵՍԿՕ-ին փող տուր, որպեսզի Արցախի հուշարձանները պահպանվեն։ Հիմա օրինակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ունեցվածքն էլ քիչ չի, չէ՞։ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքն էլ քիչ չի, Սերժ Սարգսյանի ունեցվածքն էլ քիչ չի։ Բոլորն էլ դոլարային միլիոնատերեր են, ես վստահ եմ։ Հիմա ես ինչպես Սփյուռքից ասեմ, պահանջեմ, երբ որ իրենց ընտանեկան շիրիմներն են այնտեղ, իրենցից պիտի սկսել։
Համաձայն եմ, այո, որտեվ կա վստահության անկման շատ մեծ խնդրի առաջ են կանգնած, այո, Հայաստանում եղած անցած եւ այսօրվա առավելապես իշխանությունները այնպիսի վարք են եւ քաղաքականություն են իրականացրել, որ շատ դժվար է հիմա մեր հայրենակիցներին նորից վստահության հետ բերել, այսինքն նորից լծել իրենց հայանպաստ ազգային շահեր հետապնդող գործունեությանը լծված են եղել, բայց դիտարկումը համաձայն եմ, այո, վստահության խնդիր կա եւ կնշանակի այստեղ Հայաստան Սփյուռք միշտ չէ հպարտացել ենք երամիասնությամբ մեր Արցախ Հայաստան Սփյուռք այդ ամբողջությամբ փոշիացած է այսօր, ինչը դարձյալ խոսում է հայկականության հերթական լրջագույն խնդրի մասին։ Դառնալով նորից հայ եկեղեցու հետ կապված այս օրերին, ինչպես ասացի, այո, բոլորս սպասում ենք, թե ինչ հայտարարություններ պետք է հնչի ի վերջո կաթողիկոսի դեմ անձնական վիրավորանքի եւ ոչ միայն կաթողիկոսի ակնարկել էր ինչ որ սրբազանի անունը չի տալիս, ասում են ինչ որ սրբազանից, ես չեմ ուզում կրկնել նրա այդ խեղկատակի այդ խոսքերը, բայց նա անդադ ձեռնոց է նետում, ասում եմ առավոտ շուտ արթնացել է, առաջին գրառումը նորից եղել է Գարեգի երկրորդի հետ կապված, շուտ արալ դուծի այդ հարցը, թե չէ դու չես լինի որպես երկրի կաթողիկոս, այսինքն ինքը իրեն վերապահում է արդեն բոլոր իրավունքները, որ ես իմ սրտի կաթողիկոսն եմ երևի վաղ ուզում ստեղծել, հա, դա Փաշինյանի սրտի գրառում էր արել, կամ ես կլինեմ կաթողիկոս կամ ոչ մեկ, Նիկոլ Փաշինյան, մեր Փաշինյանի ոճով, հա, վարչապետ կնեմ կամ չի լինի Հայաստանում, որը ձեռքերը պիտի ամենտեղ հասնի։ Եվ հիմա հենց դա է, եւ երեք մենք բավական ուշ, այսպես բոլորս լրագրողներս հետևում էինք, որ Գերագույն խորհուրդը Էջմիածնում հավաքվել էր, մի քանի ժամ քննարկում եւ ծնվեց մի հայտարարություն։ Հիմա հայտարարության տեքստը բավական խորքային է, արժանապատիվ, բնորոշ մեր եկեղեցու արժանապատիվ հայտարարություն։ Քո կարծիքը, այո, ինչպես նկարագրեցիր, այո, ես կարծում եմ զուսպ հավասարակշռված հայտարարություններ եւ եթե օրինակ Նիկոլ Փաշինյանի կինը ասում է ինձ իջացրին, ես իջա շրիշակի մակարդակի, հա, ոնց որ մնացած հասարակության այդ մասն է, որովհետեւ ես բարձր արժեքներից խոսում եմ, ինձ չեն լսում։ Դրա համար սկսեց ավանակասելը դիմադիրներին, որ հասկանան իջեցնեն այդ մակարդակին, զուսպ հավասարակշռված հայտարարություններ, իսկ ինչ պետք է անի եկեղեցին, թուր ու թվանքը վերցնի, գա, չէ, հայտարարությունը արեց, մնացածը թողեց աշխարհիկ մարդկանց, ինձ, քեզ, հասարակական գործիչներին, քաղաքական գործիչներին, մտավորականներին, տարբեր կազմակերպություններին, ներսի, դրսի, աշխարհասփյուռ հայությանը, չէ որ եկեղեցին միայն իրենցը չի, եկեղեցին 10 միլիոն հայությանն է պատկանում։ Մեր այո, այդ տաճարը մեր 10 միլիոն հայությանն է։ Մեզանից ամեն մեկը պետք է իր կոչը հնչեցնի, իր դատապարտող խոսքը ասի, իսկ եկեղեցուց ավել բան պահանջել է, ինձ թվում է, ես հասկանում եմ Փաշինյանի քաղաքականությունը, իրենք ուզում են տանել երկիրը ներքին ընդհարման, տանել ներքին պատերազմի, թուլացնել մինչև վերջ, որպեսզի Ալիևը ոտքով քայլելով մտնի Երևան։ Ես հասկանում եմ այս ամենի իմաստը, բայց մեզանից ամեն մեկը պետք է իր դերը կատարի, իր խոսքը հնչեցնի եւ ոչ թե ասել այ եկեղեցի քեզ են կպել, դու դրա տակից դուրս արի, Արմինե քեզ են կպել, դու դրա տակից դուրս արի։ Դա ավելի պատմությունն է, երբ որ հանգիստ կարող են հատ-հատ կոտրել, բայց երբ որ դու միասնական ես, այդ process-ը դժվար կլինի, հենց այդ միասնականությունը պետք է լինի բոլորիս։ Ինչ պիտի անի եկեղեցին չի այս պարագայում։ Ինչ պիտի անենք մենք։ Ամեն մեկս։ Ինչ պիտի անի մեզանից յուրաքանչյուրը, որովհետև նույն հաջողությամբ Փաշինյանը կպնում է, իսկ ում չի կպնում ինքը։ Թատրոններին։ Մենք ասում ենք, այս գեներալին կպա, թող այդ գեներալը իր հարցը լուծի։ Ոչ, դա մեր բոլորի խնդիրը պետք է լինի։ Մեր բոլորի խնդիրը պետք է լինի, որովհետև չի կարող մի երկրում այդքան վատ, չգիտեմ, ուսուցիչ լինի, այդքան վատ Այսօր մեկի հետ խոսում է, ասում էր մի լայքի համար ինձ աշխատանքից ազատեց։ Խոսում է ժողովրդավարություն, ճոռոմ խոսելով չի։ Չէ, դե արդեն ասում են այդ փուչիկը պայթել է վաղուց, արդեն դուրս է, եթե մինչև հիմա պահում է դուրս։ Եկեղեցին կատարեց այնքանով այդ հայտարարությունը, որքանով որ կատարեց, մնացածը մեզանից յուրաքանչյուրի գործն է։ Կուզեմ մեկ հարցով էլ կարճ, եթե կարելի է ձեր դիտարկումը նզովքի պահով, տեսեք 200 տարի, պարզվում է մեր եկեղեցին այդ
ընդունված կարգ է դա, բայց 200 տարի մեր եկեղեցում նզովքի այդ կարգը չի իրականացվել եւ շատ լավ է որ չի եղել, այսինքն չեն եղել նման Նիկոլներ, բայց հիմա մենք ապրում ենք մի ժամանակներում, որտեղ դրա կարիքը կա։ 1 տարի առաջ, եթե ես չեմ սխալվում, 1 թե 2 Աշակ Սրբազանը ապրիլ 24-ի նախաշեմին նզովք կարդաց, նզովք ուղեց Նիկոլ Փաշինյանին, որովհետև արդեն ուրացման, հայոց ցեղասպանության ուրացման գործընթացն արդեն նկատելի էր, որ սրանք հիշում է, չէ, հայտարարություն արեցին, հիշում ենք, բաց թողնելով պահանջատիրության հատվածը, եւ նա տեղին այդ նզովքը հնչեցրեց։ Արցախի կորստից հետո էր, ցավը շատ էր խտացած։ Հիմա նորից, բայց դա մեկ եկեղեցականի, մեկ հոգևորականի խոսքն էր։ Հիմա բոլորիս ակնկալիքն է, անկեղծ ասած ինքս էլ եմ ակնկալում, որ այդ հզոր զենքը պիտի հնչի, որովհետև եթե նզովքը հնչում է, դա լսելի է լինում աշխարհին, աշխարհի ամբողջ քրիստոնյա աշխարհին, եւ քրիստոնյա աշխարհը դեմքով միանգամից շուռ կգա դեպի Հայաստան, կասի, այստեղ ինչ է կատարվում, որ ամենայն հայոց կաթողիկոսն ամբողջ թիմով, ամբողջ եկեղեցին թվում է հարգելի Արմինե, պետք է քրիստոնյա աշխարհը արդեն դեմքով թեքվի այս երկիր ու տեսնի թե ով է այս մարդը, իսկ ինչ է, ասենք, ոչ կուսակրոն քահանաներ կաթոլիկ եկեղեցիներում չկան, Հռոմի պապին ով կարող էր ասել պետք է բարեվարկության կանոն անցնես կամ պետք է տեսնենք դու կուսակրոն ես թե ով կարող էր ասել, ամենտեղ կարող են լինել, բայց ով կարող էր ասել, հիմա էլ պետք է շրջվի, այ որ ես ասում եմ գործը բոլորինս է հիմա, ոչ թե պետք է այդ նզովքից հետո էլ ոչինչ չի փոխվելու, եթե մենք ամեն մեկս չենք գիտակցում մեր իրական անելիքը։ Այսինքն դուք պատկերացնում եք այսպես օրինակ այն մի քահանա որ ասել որևէ մեկը որ պաշտպանում է Նիկոլայես գաղափարները չպիտի մտնի եկեղեցի, օրինակ ես մտածել եմ որտեղ ես կլինեմ եկեղեցում իմ կողքին կլինի նիկոլական գաղափար կրող, ես իրեն հանգիստ կասեմ դուրս եկեղեցու։ Բայց դա պետք է լինի համախմբված, անհատական չէ։ Հա, դա ուղղակի պետք է պայքարի նիկոլականները այդքան շատ չեն, մենք լավ գիտենք, այս իրենց անհանգստությունը, տեսեք, նախընտրական տարի է, 25 թվականը ցավոք չեղավ արտահերթ, եղավ նախընտրական տարի, չեմ կարծում, որ առաջիկայում ինչ-որ բան կփոխվի։ Նիկոլ Փաշինյանը ամենատարբեր հարցումներով շատ լավ տեսնում է, որ հարցումներ էլ չլինեն, իր էջի գրառումները, մեկնաբանությունները, երբ որ մտնում կարդում ենք, բացի այդ fake պուակի 12 միլիոն դոլար կարծեմ տրվեց, որ այդ fake պուակը մտնի գրառումներ կատարի, բացի իրեն շատ լավ տեսնում ենք հասարակական տրամադրվածությունը Փաշինյանի անձի որպես ղեկավարի իր հանդեպ տեսնում ենք, շատ լավ հասկանում է, որ 26-ին իր վերընտրվելու շանսը շատ քիչ է, իրեն միայն կարող են Հայաստանում նորից վարչապետ դարձնել Էրդողանն ու Ալիևը, այս մարդը հլու հնազանդ իրենց ասածներն է կատարում։ Հասարակությունից վստահ է, որ հասարակությունը իրեն նորից չի բերելու այս պաշտոնին։ Բայց այստեղ շատ հետաքրքիր անցում արեցիք դեպի նախընտրական, կուզեմ մի շատ հետաքրքիր հանգամանք կա, Փաշինյանը փորձում է ակտիվացնել իր էլեկտորատին։ Դա այն շրիշակից ցածր, թող ինձ ներեն իմ հայրենակիցները, բայց ցավում եմ, որ նա շարունակում է խաղալ մեր մեջ եղած տգետ այդ շրջանակների վրա, որ հայոյախոս, հա, ասենք օրինակ վերջերս մեկը ասում է ինչ էր ազգանունը հայտնի Վարդան Ղուկասյան, հա, որին դոգ անունով այսպես հայտնի մեր միջավայրում, այդ նրա այդ զարուրելի հայոյախոսությունները լսող մի շրջանակ կա, քաղ տեխնոլոգներից մեկն էր ասում, որ Նիկոլ Փաշինյանը հիմա ուզում է այդ շրջանակը, այդ հատվածին իրենով անել ընտրությունների նախաշեմին։ Ես քաղ տեխնոլոգ չեմ, բայց մի առիթով ասել եմ, դա նաև իր ընտրազանգվածն է։ Իր ընտրազանգվածն է, որը սիրում է հայոյախոսություն։ Դա սարսափելի բան է, դա տգիտության հերթական դրսևորումն է, այդ հատվածը, մյուսը հաշվարկում է աղանդավորներին, որոնք քիչ թիվ չեն կազմում, մենք կես միլիոնից ավելի։ Կես միլիոն, դե պատկերացնում եք, այսինքն եւ այդպես եւ կա այնտեղ պետական համակարգի իր աշխատակիցները, գուցե թե բանակը եւ ինչ է ստացվում, զարուրելի պատկեր, այսինքն ինքը հիմա թիրախավորելով մեր եկեղեցին շահում է աղանդավորների ձայնը, թիրախավորելով եկեղեցին հայոյախոսելով հայոյախոս հատվածի ձայնն է շահում եւ
գուցե եւ շատ հանգիստ վերընտրվի։ Ռուզաննա, այդ վախերը չունեք 2026-ին առաջ։ Ես չեմ կարծում, որ ինքը հարցումներ կան, տարբեր ամեն տեսակի հարցումներ կան, չեմ կարծում, որ Փաշինյանը 26-ին կհաջողի։ Տեսեք Գյումրին ինքը մի ընտրատարածք էր, ամբողջ իշխանական ռեսուրսը աշխատեց Գյումրու վրա։ Նախարարներ, падգամավորներ, ով ունեին որտեղից բարեկամ, հորքուր, քերակին, բոլորին բերել էին, այդ հիմա այդ քերակնոշն էլ ենք վախով մոտենում, բայց քերակին էլ էր այնտեղ կար, բոլորը այնտեղ էին, բայց տեսակ Գյումրիում միայն Գյումրիում չկարողացան ստանալ այն արդյունքը, որը ակնկալում էին հանրապետության մասշտաբով, չեն կարող բոլոր նախարարները գնալ միտեղ լծվել։ Այդ իր բոլոր աշխատակազմը, իշխանական ռեսուրսը եւ այլն պետքա արդեն հանրապետության մեջ ծրիվ տված աշխատեն, չեն կարողանա եւ մենք էլ ենք մարդկանց հետ շփվում, մենք էլ ենք մարզեր այցելում, մենք էլ ենք փորձում թեմաներից տարբեր խոսել, այդ թվում եւ չկա այլևս Հայաստանը Նիկոլ Փաշինյանը դարձրել է ոչ միայն ոչ անվտանգ երկիր, այլ նաեւ Հայաստանում ապրելը այսօր բավականին թանքաճույք է, շատ թանքաճույք է։ Եվրոպայից գալիս են այստեղ զարմանում են, թե մենք ինչպես ենք ապրում։ Այնպես չի, որ ոչ գների մեջ է ինքը որոշակի քաղաքականություն տան, ոչ արտաքին քաղաքականության մեջ, ոչ ներքին ցույց տվեք մի ոլորտ, մատնանշեք, եթե կա մի ոլորտ, թող ասեն, այ մենք այստեղ հաջողել ենք։ Որտեղ մանկապարտեզ են սարքում, տակը կոռուպցիա կա, որտեղ դպրոց են սարքում, տակը կոռուպցիա կա, որտեղ ասֆալտ են գցում, տակը կոռուպցիա կա։ Ոնց կարելի է 2 տարվա գցած ասֆալտը նորից հիմնովին փորել։ Խայտարակություն է, այն օրը նկարել իմեջում է դրել, խայտարակություն է։ Հա, որովհետև են որ ասում էր ասֆալտը, այ հասկանում ենք, այո, ասֆալտի մեջ փող կա։ Նիկոլ Փաշինյանը հիշում է, ասֆալտի մեջ փող կա, հասկանում ենք։ Ես չեմ կարծում, որ ինքը 26 թվականին կլինի իշխանության, բայց կարծում եմ, որ հասարակությունն էլ պետք է ուշքի գա, որովհետև մենք մեր մի սխալ ընտրությամբ, մեր մի սխալ գործողությամբ ունեցանք Արցախի կորուստ, ունեցանք Հայաստանի ինքնիշխան պետության ներսում տարածքային կորուստ եւ որ ամենացավալին է մենք ունեցանք Եռաբլուրի այդպիսի ընդարձակ տարածք եւ կարծում եմ որ հասարակությունը շատ լավ կհասկանա որ մեզ այսօր ամենաշատը որ պետք է խաղաղությունն է բայց ոչ ժողովրդին նվաստացնող խաղաղությունը որին գնում է այստեղի այս ներկայացուցչությունը, այլ մեզ պետք է արժանապատիվ խաղաղություն եւ ժողովուրդը նաեւ կհասկանա, ինչպես գեներալ Արշակ Կարապետյանն էր ասում, որ մեզ պետք է ղեկավար, որը ոչ թե գա փողոցից, այլ գա առաջնագծից։ Միայն առաջնագծից եկող ղեկավարը շատ լավ կարժևորի երկրի անվտանգությունը, զինվորի կյանքը մեր ինքնիշխան տարածքի պահպանումը եւ ընդհանրապես միայն առաջնագծից եկող այո կհասկանա ինչ է պետությունը եւ ինչպես պետք է վերաբերվել պետությանը։ Այսինքն Փաշինյանն այնպես է ավերել, որ այս անգամ մեր պետության ղեկին պետք է լինի մարդ, թերևս ռազմական գործիչ, որը կկարողանա առաջին հերթին ինչը օդու ջրի պես այսօր մեզ պետք է դա անվտանգության պահպանումն է, որովհետև եթե չունես անվտանգություն արտաքին եւ ներքին, հա, ուրեմն դու բացարձակապես չես կարող այդ երկրում ոչ տնտեսություն զարգացնել, ոչ խոսել սոցիալական խնդիրներից։ Մեզ պետք է առաջնային նաեւ հարաբերություններ, ճիշտ հարաբերություններ հաստատել աշխարհի հետ, ինչը եւս նրան հաջողվել է փլուզել մեր դաշնակիցների հետ եւ այլն։ Եվ այդտեղ հետաքրքիր է, երբ որ դուք հողում արեցիք համայնքական ճակատ կուսակցության շարժման առաջնորդին հաճախ է նաև պարոն Կարապետյանը այդ միտքը ասում, որ ռազմական գործիչ, չէ, եթե ես չեմ սխալվում, լինելու կարևորումը։ Ստացվում է, որ մեր այս անգամ մեր ընտրությունը պիտի լինի ավելի շատ պիտի կենտրոնանալ ռազմական գործիչի ընտրության վրա։ Փողոցից եկածներին ճանապարհել փողոց, այո, եւ երկիրը
բերել պատշաճ տեսքի ռազմական առաջնորդի մասնակցությամբ։ Ռոզանա, շատ լավ է, այսպես մենք ասում ենք եւ ուզում ենք, որ դա տեղի ունենա, բայց այն ընդդիմությունը, որն այսօր ունենք եւ որը այսօր որպես ընդդիմություն, հա, խորհրդարանական, նաեւ ես չեմ տեսնում, ճիշտ ասած, դեռ չեմ տեսնում այլընտրանքը նաեւ խորհրդարանից դուրս, այս իշխանությունների այլընտրանք լուրջ գործունեություն իրականացնող այլընտրանք, եթե այդ այլընտրանքը չլինի, եթե ներկայիս ընդդիմությունը, խորհրդարանական ընդդիմությունը իր ճիշտ պայքարը չձևակերպի եւ որպես իրապես քաղաքական այլընտրանք չկարողանա մինչ ընտրությունները ներկայանալ, ես ամեն դեպքում տեսնում եմ լավատես ես, որ այն առումով, որ Փաշինյանը չի հաղթելու, բայց ես վատատես եմ, ես մեծ վախեր ունեմ, հենց այդ թվային հաշվարկներն անելով, ճիշտ ես նկատում, Ռոզանա ջան, նաեւ ես հավելեմ, լրագրողական մեր թիմերին հաճախ ուղարկում ենք, չէ, հարցումների ժողովրդի մեծ մասը ասում է, որ չի ընտրվելու, որտեղ ինքը չի վստահում Նիկոլ Փաշինյանին, բայց դրանից հետո մի հատ բայց է ասում։ Այդ байցը հետեւյալն է, բայց ում? Երբ որ չկա ընդդիմադիր այլընտրանքը, ով գալիս է առաջնագծից, նա ով ռազմական ճանապարհ է անցել եւ նա ով շատ լավ գնահատում եւ արժևորում է մեր երկրի անվտանգությունը։ Հիմա շատ լավ հասկանում ենք հասարակությունը եւս, որ Հայաստանի քաղաքական դաշտը ցավոք օկուպացրել է Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը նաեւ Նիկոլ Փաշինյանով, Սերժ Սարգսյանով հանդերձ օկուպացրել են քաղաքական դաշտը, օկուպացրել են։ Տեսեք, եթե որևէ մեկը գալիս է, ասում են, այ ինքը ունի էս Քոչարյանի դաբրոն, ինքը ունի Սերժ Սարգսյանի դաբրոն, ինքը ունի Լևոնի դաբրոն, ունի Նիկոլի դաբրոն, պիտի գալ ժողովրդի դաբրոյով։ Ժողովրդի դաբրոյով եկած իշխանությունը, ես ասում եմ ցավոք 18 թվականին մեր սիրելի հայրենակիցները ինկրուստֆոնն են ապահովել։ Իրականում ժողովուրդը չի դեկոր է բերել, եղել, այո, ժողովուրդը չի բերել։ Ուղղակի ստեղծվեց այնպիսի մթնոլորտ, միջավայր, ատելության եւ այլն, հիմա էլ այդ միջավայրը կա։ Ես դրա համար եմ ասում, մենք չպիտի թույլ տանք, որ այս շրջափուլից պետք է Լևոն Տեր-Պետրոսյան, Քոչարյան եւ Սերժ Սարգսյան շրջափուլից պետք է դուրս գալ եւ Նիկոլ Փաշինյան եւ ժողովուրդը ինքը պետք է բերի իշխանության։ Ուղղակի պետք է ավելի որոշակիանան, կարծում եմ, մենք մարզերում շատ ենք լինում, Արմինե ջան, գործընթացները շփվում ենք, հիմա համայնքական ճակատշարժումը ագիտ խմբեր է ստեղծել, նաև մարզերում ենք լինում, շփվում ենք մարդկանց հետ։ Այո, ուզում եմ ասել, որ մարդիկ կիսում են գեներալ Աշակ Կարապետյանի այդ տեսակետը, որ չպիտի բերել պատահական որևէ մեկին, որ գա այսպես կործանի երկիրը։ Անցած ուղի ռազմական, ասեմ ձեզ, որ այո, շատ են ուզում մարդիկ, որ երկրի ղեկավարը լինի ռազմական գործիչ։ Ես շփվում եմ անձամբ, խոսում եմ մարդկանց հետ, ներկայացնում եմ գեներալի թեզերը, իր տեսակետները տարբեր խնդիրների շուրջ, մասնավորաբար անվտանգային տեսակետները իր շատ եմ, այսպես բաժանում եմ մարզերում մարդկանց։ Իհարկե այսօր յուրաքանչյուրի լավագույն նպատակն է, որ մենք անվտանգ լինենք։ Այո, դա եթե դու անվտանգ չես, հիմա դուք տեսնում եք Հայաստանում որևէ լուրջ կազմակերպություն մտնի եւ ներդրում անի։ Չեք տեսնի նման բան։ Այ երեք Թուրքիայում արդեն ակցիա էր փակել Մեծամորի ատոմակայանը։ Մենք չենք տեսնում, այստեղ այլևս ներդրում չեն անում, խոսում ենք Սյունիքի կրակոցներից, այնտեղ նեղվում են, ասում են ախր հիմա Արցախը չկա, Գորիսը տուրիստական երկիր ենք ուզում դարձնել, գոնե տուրիզմ լինի, որ այս քաղաքը շնչի, ճիշտ են ասում, բայց երբ որ դու ասում ես կրակոց կա, տուրիստը այլևս Գորիս չի գնում, ասում են այնտեղ վտանգավոր է։ Տուրիստ չի գալիս, ներդրում չի լինում, բայց չուլան չեն սարքել երկիրը։ Եվ ավարտենք, Ռոզանա ջան, չգիտեմ, ես իհարկե դեմ եմ միշտ, որ ասում ենք ավարտենք լավատեսությամբ, չէ, ավարտենք իրատեսությամբ, իրատեսական, այսպես ամփոփումով, այն հույսով, իրատեսական հույսով դարձյալ, որ հնարավոր կլինի իսկապես բան փոխել։ Եթե պիտի ներկայանա որևէ առաջնորդ, որը հեռու կլինի նախկինների ստվերից եւ ներկայից, հա, եւ իսկապես ժողովրդի ընտրյալը լինի, ժողովրդի ցանկությամբ, իրապես դա հաջողվի 26 թվականին,
շատ լավ հաղթանակ կարելի է տոնել, հա, իսկապես կարող ենք մենք այդ հաղթանակը այսօրվանից մտածել, որ հնարավոր է դա ձեռք բերել, եթե ոչ, ես չեմ հավատում, որ կարող է լինել այդ հաղթանակը, որովհետև ես մեծ վախեր ունեմ, որ այն ընդդիմությունը, որը 21 թվականին գնաց մի փոքրաթիվ թիմով մտավ խորհրդարան, բոլորից խոստանալով, որ ինքը հեռացնելու է Փաշինյանին, չհեռացրեց, հակառակը շատ այսպես կոմֆորտ վիճակով շարունակեց մնալ։ Համակարգ է եւ այդ համակարգում իրենք բոլորը ներդաշնակ, սիրով, սերով աշխատում են, նույնիսկ մի գործուղման համար ընդդիմությունը կռիվ է տալիս։ Ինչի մասին է խոսքը, գերիների մասին ենք խոսում, 100 անգամ ասել եմ, քանի անգամ եք Ստրասբուրգ գնացել։ Այնտեղ որ գնում նստում եք, տեսնում եք ձեզ ինչպես են ճզմում ադրբեջանցի պատվիրակները կամ մյուս թրքահպատակ պատվիրակները, գնացեք պաստառները մեր տղաների պաստառներով, հարյուրավոր անհետ կորածներ կան, գնացեք այդ տղաների պաստառներով նստեք աստիճանների վրա, 1 հոգի է գնում, 3 հոգի, թող 10 հատ պաստառ այսպես պահեն, այնտեղ ունեն կառույցներ ունեն, համախոհներ ունեն, Սփյուռքից ասեն եկեք պահենք եւ իլուր աշխարհի ասենք մենք այսօր պահանջ ունենք այդ հումանիտար հարցը։ Երեք մի միջոցառում կար, մասնակցում էի անհետ կորածների ամբողջ 2 մարզից, Արարատի եւ Կոտայքի մարզից, Մահեր Մկրտչյան դահլիճ ընտանիքների քանակն եմ ասում լցված էր։ Ես ստույգ թիվը չեմ կարող ասել, մենք քանի 100 անհետ կորած ունենք, բայց որ դրանք հաստատապես 1000-ին մոտ են, մի գրամ կասկած չունեմ, կամ 1000-ից շատ ավելին են, մի գրամ կասկած չունեմ։ Իսկ իշխանությունն ինչ է անում այդ ընտանիքների հետ։ Երեք այդ ծնողները ասում էին, թող իրենց Արարատի փոխմարզպետը վեր կացավ բեմում, ասում էր ես որդիաբար գրկում եմ։ Դու ինչպես կարող ես որդիաբար գրկել այդ ծնողներին։ Ինչի եք ստում։ Դուք վախենում եք անգամ այդ տղաների անունը բարձրաձայնելուց։ Այդ տղաների մասին որ խոսում ենք, համակարգը սկսում է մեզ հետապնդել, տեսնել հանկարծ մի բան չպարզվի։ Չէ՞ որ այդ տղաների մասին խոսելուց էր, որ ՄԱԿ-ի գրասենյակի այստեղի ղեկավարը ասեց, որ Փաշինյանը չի ուզում այդ տղաների մասին խոսի։ Այո, իրենք ձեր ղեկավարը քանի անգամ նամակներ ենք ստացել, ասել են, որ ձեր ղեկավարը չի ուզում այդ տղաների մասին խոսի, չի ուզում գերիների մասին խոսի։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ ձեր համար այդպես իսեր ասում։ Մանավանդ դուք վերջի շրջանում շատ ակտիվ եք այդ թեմայով զբաղվում եւ գիտեմ, որ մեծ աշխատանք արեցիք նաեւ տարբեր փաստաթղթեր ՄԱԿ-ին եւ տարբեր ուղղություններով միջազգային կառույցների հասցնելու փոխանցելու, չգիտեմ, մեր կառավարության մեջ կա մի այնպիսի մարմին, մի վարչություն, որը այդքան աշխատանք արածներ, որքան Ռոզաննա Ստեփանյանը համահայկական ճակատշարժումը։ Հա, կառավարության մեջ նկատի ունեմ։ Կառավարության մեջ ասում եմ, կա արդյոք մի վարչություն, որ Փաշինյանը այդ առանձնացրած լիներ, որ գերիների, անհետ կորածների, մեր տղաների, մայրերի, ծնողներին հանդիպել, խոսել, գործ անել, ինչ որ հանձնաժողով էին ստեղծել Ադրբեջանի հետ։ Ինչ եղավ։ Հանձնաժողով ասեցիք, դե աշխատում են Ադրբեջանի հետ այսպես հարաբերություններ կան, ինչ են անում հոգուտ գերիների մեկ անհետ կորածի մասին տեղեկատվություն։ Տեսեք, ռուսական խաղաղապահները այն պահից, երբ որ լքեցին Արցախը, մեկ գերի Հայաստան չի վերադարձվել։ Չէ՞ որ այդ գերիների վերադարձը ապահովեցին ռուս խաղաղապահները Արցախում։ Իրենց բանակցությունների արդյունքում մենք այն մի քանի 100 տղաներին, որ բերեցինք, այստեղ նույնիսկ չգիտեին էլ, որ պիտի գերի վերադառնա։ Մենք լավ հասկանում ենք, չէ՞։ Այդ խնդիրը իրենց համար դարակում։ Փակ հարց է։ Փակել են, այո, փակել են Ալիևին չցավեցնելու։ Իրենց փոխարեն բոլորը աշխատում են, սրտացավ կազմակերպություններ, ինչպես ռուս խաղաղապահները, ինչպես համահայկական ճակատշարժումը, իրենք մտածում են, որ չէ, իրենք պետք է այդ հարցը պինդ դարակում մտցնեն։ Մի խոսքով, Ռոզաննա ջան, ամփոփենք, եթե ուզում ենք, որ մեր երկիրը մնա, մեր պետականությունը չկործանվի, եթե ուզում ենք եւ հույսեր ունենք, որ մեր փոքր հրաշք դրախտավայր Արցախը կարող ենք մեկ օր հետ բերել, եթե ուզում ենք իսկապես մեր գերիներին հետ վերադարձնել Բաքվի տաժանակրությունից, եթե ուզում ենք, որ որպես հայ մեր ճակատը բարձր պահել, արժանապատիվ զգալ, նաեւ մեր երկրից դուրս, որովհետեւ
պատերազմից հետո ամեն հայ խոնարհած է իր գլուխը դրսում եւ չի լինելու երբեք այն արժանապատվությունը, ինչ եղել է մինչեւ 20 թվականը, մինչ 18 թվականը, չի լինելու, ամեն հայ պիտի աշխարհում իմանա, ճիշտ էր ասել Ռուբեն Վարդանյանի որդին, որ չմտածեք, որ թե Ռուբեն Վարդանյանն էր հենց ինքը իր նամակում կարծեմ, որ երբեք որևէ հայ իրեն լավ չի զգալու, քանի դեռ մենք այս վիճակում ենք։ Ամեն հայ աշխարհի տարբեր երկրներում նսեմացած իրեն զգալու, քանի իշխանության ղեկին ԿՊ-ական այս ցանցն է։ Ադրբեջանա-թուրքական տանդեմի ցանցն է։ Մեջ բերեցի գեներալի խոսքը, որ պետք է փողոցից վերադարձածներին, եկածներին ճանապարհել փողոց եւ Հայաստանի Հանրապետության ղեկավարը պետք է լինի այո առաջնագծից եկած մարդ։ Այստեղով էլ ավարտենք այդ հույսով, որ 26 թվականին հենց դա տեղի կունենա։ Վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, մենքի տաղավարում ես այսօր հյուրընկալել էի համահայկական ճակատ շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանին, լավ եղեք, կհանդիպենք։